Տեստոստերոնը ընդունված է համարել տղամարդկանց սեռական հորմոն, այդպես էլ կա, բայց տեստոստերոնը շատ մեծ դեր է խաղում կնոջ օրգանիզմում, հսկայական դեր, հնարավոր չի, այսպես նրա դերը, եթե քիչ է կնոջ օրգանիզմում տեստոստերոնը, սա նորից տխուր հետևանքների է, կարող է խաթարվել սեռական կյանքը, կարող է կորել ցանկությունը, կորել լիբիդոն։ Իսկ այս հորմոնների առողջությունը ընդհանրապես նորից կախված է մարդու ընդհանուր առողջության հետ, նրա նյութափոխանակային վիճակի հետ։ Եթե թե կինը, թե տղամարդը ունեն նյութափոխանակային համախտանիշ, որը այսօր անվանվում է ոչ ինֆեկցիոն պանդեմիա, այսօր աշխարհում բռնկված է ոչ ինֆեկցիոն պանդեմիա։ Սա նյութափոխանակային համախտանիշն է իր գեներալիզացված օրգանիզմի բորբոքումով, իր անոթային ինտիմայի բորբոքումով, որը տանում է մնացած խնդիրներին, Խանգարումների, այդ թվում նաև սեռական։ Այո, առաջի հերթին սեռական, եւ եթե որովայնի չափսը մարդու գերազանցում է իր նորմայի թվերը, մենք կարող ենք ուղղակի գրեթե 100%-ով ասել, որ թե տղամարդու, թե կնոջ մոտ խաթարված է սեռական կյանքը։ Եկեք ասենք այդ թվերը։ Ճիշտ է, գիտեմ շատերը Այո։ ուշագնաց կլինեն Այո։ եւ սանտիմետրերը կվերցնեն ու կվազեն չափելու։ Այո,